Եկել եմ սարեր ձորերն եմ մնում, 4-5 ամսով, գալիս եմ ես սար, ինչի համար, որ ինձի թույն են, հեսա, ինչ տարբերություն, ինձ թեյրան։ Դավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մի շարք գյուղերում մասսայական ոչնչանում են խոզերը։ Սարամասում ապրող Մուշեղ Գևորգյանը մի քանի օրվա մեջ կորցրել է իր ամբողջ ունեցվածքը։ Դենես 3 հատ խոզ սատկեց, մի անգամից սկսվեց, մինչև 10 օրը հրիվ վերացավ։ Անասնապահները նշում են, որ տարվա մեջ մի քանի ամիս են գյուղում լինում, մնացած ժամանակ սարերում են լինում, ապրում առանց լույս, անմխիթար պայմաններում եւ արդյունքում դատարկ նստում։ Տարվա 8 ամիսը մենք այստեղ ենք։ Ասենք կաղին ենք հավաքել խոզերի համար, որ մեր ապրուստի ամենալավ միջոցն էր, որ կկարողանայինք մյուս տարին էլ հասցնենք, բայց դե լրիվ գնաց, ինչ ասեմ։ Սարամասում անասնապահությամբ զբաղվող գրեթե բոլոր գյուղացիների խոզերը անկում են ապրել։ Փորձաքննությունը պարզել է, որ պատճառը անասնակերն է, որը գնել են Բերդի վաճառակետերից։ Բերդի վաճառակետից անասնապահ Արտակ Լուլուկյանը հուլիս ամսին գնել է անասնակեր, կերակրել խոզերին եւ նրա 30 խոզը սատկել է։ Ես հանդիպել եմ ոչ թե սևը, կարմիր կապուտ տարերով գրած էլի վրացական։ Այս սևը անհետացավ, մի պարտիա հուլիսի 15-ին թողեցին, մի պարտիա սաղին այսպես փրթին ու էլ սրանից չեմ տենում։ Ոչ միայն Արտակի խոզերն են սատկել, այլև հարևաններինը եւ բոլոր նրանց, ովքեր գնել են վրացական ծագման այդ կերից։ Այս մեր այս տարածքում 5 տնտեսություն ենք, այստեղ այդ 5 տնտեսությունից բոլորս է խոզ ունենք։ Միայն ես եմ այդ կերից տվել ու միայն իմ խոզերն են սատկել, հեսա հարևանս խոզնա ծնելա, այն մի հարևանից էլ ծնել մի 30-40 հատ ունի, ոչ մեկի քիթը փառքաստո չի առնալ։ Անասնապահը դիմել է Բերդի անասնաբուժին, պարզվել է, որ խոզերը թունավորվել են։ Ահազանգ եղել է, ներքին օրգաններից նմուշներ են բերել հենց տերերը։ Մենք տեղում ստուգել ենք որևէ ինֆեկցիոն հիվանդություն չի հայտնաբերվել։ Եղել են կերային թունավորումներ։ Տերերին ուղղակի մենք խորհուրդ ենք տվել, որ կերը փոխեն։ Դրսից չի, կերը մեր Հայաստանի, մեր հանրապետության արտադրության կերեր են եւ տեղում արդեն որտեղ որ այդ արտադրությունը կա, այնտեղ վերահսկվում է։ Գնում են դատարկ։ Ու ստեղ են լցնում։ Անասնակերից նմուշ ներկայացվել է Երևանի լաբորատորիա։ Հարցեցի, ասեցի կերի պատասխանը ոնց հայք, ասեց ինչ կեր, անդեպացի թույնից ոչ մի բան չկա։ Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՕԵԿ-ը անասնաբուժական փորձաքննության մասնագիտական եզրակացություն է տվել այն մասին, որ ներկայացված մեկ նմուշի խոզի կերի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ, բորբոսասունկ։ Եզրակացությունը հաստատել են մանրէաբանները, անասնաբուժական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարները։ Լաբորատորիայի տված տվյալներով բորբոսասունկեր են հայտնաբերվել, աղիքային խմբի մանրէներ են հայտնաբերվել, որոնք ասենք եթե ինչ որ դոզայով, ինչ որ չափով խոզը օգտագործելուց հետո կարա թունավորվի։ Գյուղացիները, այդ թվում նաև Արտակը, անասուն գնելու պահելու համար վարկեր են վերցրել եւ հիմա մնացել են ձեռնունայն։ Այս խոզերի հույսով, որ ես կարողանամ մինչև հունվար պահեմ, վարկերիցս պրծնեմ, էլի, պրծնեմ։ Բայց դե այսինքն սա 10 օրվա մեջ ես ամեն ինչը կորցրեցի։ Պարտքերի ու հոգսերի բեռի տակ կքած գյուղացիները չգիտեն ինչ անեն։ Անասնապահները դիմել են նաև ոստիկանություն։ Նաիրա Խաչիկյան, Արտյոմ Դալյան, Իջևան հեռուստաընկերությունից Հորիզոնի համար։